Ես ուզում եի հարցնել արդյոք չկա մտավախություն, որ ինչպես օրինակ պետպատվերի ժամանակ էր տարվա երկրորդ եռանցյակներին արդեն սկսում էր մարդիկ հիվանդանոցներում լսում էին մեր պատասխանը, պետպատվերը սպառվել է, թե դուք բազմից կրկնել եք, որ այդպիսի հասկացություն գոյություն չունի, ամեն դեպքում մարդիկ դարեցել են, հիմա արդյոք չկա մտավախություն, որ քանի որ վերին շեմ չկա սահմանված փոխհատուցումների, որ գումարը չի սպառվի նաև պետական ապահովագրության շրջանակներում, հատկապես օրինակ երկրորդ կիսամյակին, գիտեմ, որ եթե անգամ այդ խնդիրը լինի, դա առաջին անհետաձգելի բուժօգնությանը չվերաբերելու, այլ օրինակ մենք շարքային քաղաքացիներից, որ աշխատող քաղաքացիներից, որ վճարում են, իդեպ այս գործընթացը երկարել է, մի քիչ երկար կտվի հարցից կներեք, իմ գործընկերոջ օրինակով բերեմ, որպեսզի ինքը հայտնվելի վերջո բժշկի մոտ եւ ստանալ այս խնդրի լուծումը, 3 օր պահանջվեց։ Մի օր օնլայն գրանցում էր, հիմա պոլիկլինիկայում իրեն մինչև այդ փաստաթղթեր եւ այլն դոկումենտ տալիս են։ Ինքը գնում է մինչև իր ընտրած հիվանդանոց, իր ընտրած հիվանդանոցում հերթագրում են, ասում որ դուրը չի կարող, գնում է տուն, հաջորդ օրը նորից գալիս է։ Այսինքն ինքը 3 օր ծախսում է աշխատանքային օրերից, որպեսզի կարողանա օգտվել իր ծառայությունից։ Սա մեկ եւ երկրորդ հարցով չի լինի այդ խնդիրը, որ գումարի կեսից սպառվի։ Ուրեմն, տեսեք, 2025 թվականին էլ պետական պատվերի շրջանակներում մեր հերթագրման մաքսիմալ ժամկետը եղել է 1 ամիս։ Արդյոք սա լավ ցուցանիշ է, թե վատ։ Ես կարծում եմ շատ լավ։ Որոշ ծառայությունների մասով միայն վերականգնողական մեծահասակների, այո, ունեցել են հերթագրման ավելի երկար ցուցանիշ։ 2-3 ամիս, արդյոք սա լավ ցուցանիշ է, կարծում եմ այո։ Այսինքն 2025 թիվն էլ ուզում եմ հստակ արձանագրենք, որ պետական պատվերի շրջանակներում ով որ կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է այդ բուժօգնությունը, որոշ ծառայությունների մասով մինչև 1 ամիս հերթագրման սկզբունքով։ Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին, արդյոք լավ է, որ մարդը ապահովագրության շրջանակներում 3 օրում է ծառայությունը ստանում, ես կարծում եմ սա էլ շատ լավ ցուցանիշ է, որովհետև ամեն ինչ պետք է լինել համեմատական եւ հասկանալ, որ ցանկացած ծառայություն ստանալու ճանապարհը պիտի լինի գրագետ, այո պետքա լինի հարմար, բայց պիտի ընկալենք, որ ժամանակ է տանում։ Եթե վերցնեք 3 օրում մասնագետի հասանելիությունը եվրոպական երկրներում ապահովագրության շրջանակներում մասնագետի հասանելիության, շատ կզարմանաք, թե 3 օրը դա իսկապես հիանալի ցուցանիշ է այսօրվա առողջապահական համակարգերի համար։ Արդյոք առողջության ապահովագրության շրջանակներում մենք կունենանք հերթագրման ուրեմն սկզբունքի կիրառում, գուցե, եւ սա էլ ես մշտապես իմ ելույթներում խոսքում նշել եմ, հարգելի գործընկերներ։ Ապահովագրությունը հասանելիություն է բժշկական ծառայությանը ըստ անհրաժեշտության եւ ըստ ճիշտ ուրեմն տրիաժավորման, կարիքի տրիաժավորման։ Այո, կլինեն ծառայություններ, որոնք գուցե հերթագրման անցնենք, դեռ առաջի ամսի մեր արդյունքները մեզ այսպես լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպիտի որ երկար լինեն։ Հիմա կտեսնենք փետրվար, մարտը, որովհետև հունվարը նաև որոշակի առումով սպეციფիկ է հանգստյան օրերի առումով, ձնառատ է եղել եւ այլն եւ այլն։ Առաջին երամսյա ամփոփելով մենք իհարկե կանխատեսումները մեր շատ ավելի ճշգրիտ կլինեն, բայց այստեղ էլ ես կարծում եմ, որ ընթացքը մեկնարկը եւ մարդկանց վարքագիծը ես նաեւ ուզում եմ ընդգծեմ, որ շատ համահունչ էր մեր քաղաքականությանը եւ քաղաքացիները ըստ էության այո ունեն կուտակված կարիքներ, տարիների, տասնամյակների կուտակված կարիք կա եւ այդ կարիքը բավարարելու առումով այո դիմելիությունը մենք տեսնում ենք, որ իսկապես աճում է։ Բացի դրանից գոհունակության տարածումը նաեւ եւս հանգեցնում է, որ մարդիկ հավատում են, հասկանում են, որ իսկապես այս ծառայությունները հասանելի են եւ առաջիկա ամիսներին էլի կաճի, բայց համակարգը եւ ռիսկերը կառավարելի են։ Մենք ունենք բավական գործիքակազմ ճիշտ այս
արձանագրումները անելու եւ միջոցներ ձեռնարկելու եւ կարծում եմ սահուն կերպով շարունակելու ենք։